շնորհակալություն հրավերն ընդունելու համար, ներկայացնեմ ձեզ համահայկական ճակատկուսակցության վարչության անդամ, խնդրեմ մի քանի հարցեր ենք առանձնացրել, խնդրեմ դրան անդրադառնալ, հատկապես ձեր ուշադրության կենտրոնում էր անհայտ կորածների հարցը, գիտեմ որ ծնողների հետ աշխատում եք, մի քանի օր առաջ նորից այսպես ակցիաներ էր, ինչ փուլում է, ինչ վիճակում է և իշխանությունը կանում են հետաքրքրված և զբաղվում այս հարցով։ Շնորհակալություն հրավերի համար, ուրեմն այո, միակ երևի կարող եմ ասել, միակ նախարարն է եղել պատերազմից հետո, երբ զբաղվել է անհետ կորածներով, գերեվարված զինծառայողներով և միակ նախարարն է եղել, որ բոլոր ծնողներին ընդունել է, լսել է պրոբլեմները և այլն։ Ոչ մեկի այսօր ոչ մեկին հետաքրքիր չի կառավարությունում գտնվողներին և վարչապետից սկսված անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, որպեսզի ընդունեն, լսեն կամ զբաղվեն այդ հարցով, քանի որ Ադրբեջանը այդ հարցը իսպառ փակել է։ Իրենք ասում էին, որ ԱԱԾ նախկին տնօրենը ևս զբաղվում է և մեծ ընդվզում ունեին, որ հեռացրեցին։ Եվ երեք շարաջորեն տեսակ ինչ տեղի ունեցավ, խնդրեմ։ Այո, ծնողները ասում են, որ անձը նախկին ԱԱԾ տնօրենը, որ զբաղվում էր, գոնե ընդունում էր ծնողներին, գոնե լսում էր, իսկ երեք չառաջորը տեսանք, թե ինչ բիրտ ուժ կիրառեցին ռազմական ոստիկանության զինծառայողները ծնողների հանդեպ, և ոչ մի պաշտոնատար չիջավ, չընդունեց, չլսեց, անգամ ասեցին երեկոյան ուշ գլխավոր շտաբի պետն է ընդունեց, սակայն նույն հաջողությամբ շատ դժգոհ էին մնացել իրենցից։ Գլխավոր շտաբի պետի այդ ընդունելությունից ծնողները շատ դժգոհ էին մնացել։ Բայց հիմա նորից գալով ես մեր խնդիրներին, արդեն տեսնում ենք Փարաքյալում ինչ տեղի ունեցավ ձեր գնահատմամբ, կամ բանտվում են այս իշխանությաններով, կամ սպանվում ընդդիմադիրները։ Այո, ըստ ինձ սա քաղաքական էր, այս հարցը սպանությունը քաղաքական էր, և սրանով ուզում են ժողովրդի աչքը վախեցնեն, որ տեսեք, եթե քանի որ ՔՊ-ն ընդեղ շատ խայտարակ ձևի պարտություն տարավ ընտրություններին և ընտրվեց ընդդիմադիր անձ, որը ամբողջ այդ համայնքը շատ տեղ էր տալիս Վալոդյա Գրիգորյանին, իրենք սրանով փորձեցին աչք փակեն, ժողովրդին վախեցնեն։ Ես դա քաղաքական եմ համարում։ Կհաջողվի, այսինքն հիմա սպասվում են ընտրությունների էջմիածնում, կհաջողվի այս վախի մթնոլորտը ստեղծել։ Կարծում եմ ոչ, որտեվ ժողովուրդը հասկանում է, իրանք իհարկե փորձում են, մեր կուսակցությունը, որ մենք էլ ենք ներգրավելու էջմիածնի ընտրություններում, վաղար շաբաթի ընտրություններում մենք պետք է մասնակցություն ունենանք։ Կարծում եմ, որ ոչ, ժողովրդին սա ավելի շատ պետք է ոտի կանգնեն, համախմբեն ու տեսնեն, որ ով փորձում է խոսա, ով ուզում է դուրս գա այս իշխանության դեմ, կամ բանտարկում են, կամ վերացնում են, սպանում են։ Հետո էլ վարչապետը ամբիոնից բարձր խոսում է, թե թող հեղափոխություն անեն։ Այն անձինք, ովքեր փորձում են գլուխ բարձրացնել, իրենց բանտարկում են։ Եզերը դա կեղծ է, դա իմ կարծիքն եմ ես ասում։ Խաղաղություն չի կարող լինի, քանի որ այդ խաղաղությունը ում հետ է կնքելու, այն անձանց, ովքեր այդ 5000 զոհը իրանցով այդ զոհերը համալրեցինք մենք Եռաբլուրում, 44-օրյա պատերազմը չմոռանանք, թե ինչ բայրակթարներով էին մեր զինվորները զոհվում, մեր սպաները զոհվում, ում կողմից էին իրանք ֆինանսավորվում, նույն Թուրքիայի կողմից, Թուրքիան զենքեր մատակարարում։ Ես խաղաղությանը չեմ հավատում, սա ընդամենը ժողովրդական լեզվով ասած թոս փչելա ժողովրդի երեսին։ Իրենք իրենց սենց խաղաղությունը բերելով, իրենք ըստ ինձ մեղրի կողմն են փորձում հանձնեն, Զանգեզուրի միջանցքն են փորձում բացեն, այս ամենը սենց անելով, իրենց խոսակցությունները բերելով ժողովրդին զոմբիացնելով, իրենք իրենց գործն են, սև գործն են անում տակից։ Սրանց ուղղակի Ալիևը ցույց է տալիս իրենց երկաթե բռունցքը, որ խորհրդանիշ է իրենց, որը ջարդել են հայերի ողնաշարը և սպառնում, որ շարունակելու են այդ ջարդը։ Այո, և մեր իշխանությունը այդ գլուխները կախ ընդունում են այդ ամենը։ Իրենք չեն կարա, իրենց պապայի ասածը չանեն։ Ադրբեջանը ոնց թելադրում է, ես բազմիցս եմ դա ասել և կրկնեմ նույնպես, որ Ադրբեջանը ոնց թելադրում է, իրենք այդեն շարժվում են։ Քանի որ սա Ադրբեջանը չի համարում, որ ինքն է հարձակում գործ է 20 թվականի սեպտեմբերի 27-ին, որ իրենց կողմից չի եղել սադրանքներ, սրանք են նույնը այդ թելը թելում են։
մոռանալով մեր գյոզա լույսի պես 5000 զինվորի։ Իմիջիայլոց հատկանշական է այսօր պատերազմում մեդալներ ստացած տղաների մի մասը դերեց եւ կառավարությունում հանձնեց այդ մեդալները, որովհետեւ իրենք քաշ չեն իրականացնել, որը Փաշինյանն է տանում։ Ողջունում եմ այդ տղաներին, որ բերեցին, հանձնեցին, իհարկե իրենց կյանքն են վնասը, իրենց կյանքի շնորհիվ են, հաշվին են այդ մեդալները ստացել, բայց դուք պատկերացնում եք նախագահի կողքին, մի նախագահ, որ ասում է, հա, շատ լավ կլինի, որ սահմանը բացենք, մի նախագահ, որ նման արտահայտություն անի եւ արտգործփոխնախարարին սեպտեմբերի 21-ի կապակցությամբ շնորհի հայրենիքի ծառայության մատուցած ծառայությունների համար առաջաշրջանի մեդալ շնորհի կրծքանշան տա։ Դրանց ինչ նախագահ կամ ում է տալի, որը բանակում չի ծառայել եւ ինքը մեկնաբանում է, ես բանակում չեմ ծառայել, որովհետեւ բակալավրին եմ սովորել, բայց ոչ նա է ավարտել, ոչ ծառայել է։ Եվ ինչա մատուցե հայրենիքին հողերը հանձնելու, դրա դիմաց իրենց տալիս է այդ նույն շքանշանը, որոնք պատերազմի ժամանակ սխրանք գործած զինվորականներն են ստացել։ Շատ ճիշտ են արել, ողջունում եմ նման սպաներին։ Եվ սա պետքա պարբերական լինի եւ ես նաև կդիմեմ, որ բոլոր պայստազորային սպաները ոտքի կանգնեն, համախմբվեն եւ կարողանանք այս իշխանությանը վռնդենք, դավաճաններին վռնդենք եւ քանի չենք թրքացել, թրքացման չենք գնացել։ Քանի թեմաներ, որոնց մասին դուք կուզեիք անդրադառնալ, խնդրեմ։ Նաև կուզեմ անդրադառնամ բանակի կրճատմանը, որ ուսուցչի կոչեցալը բանակը կրճատում է, բայց կրճատում են ոնց, փուլ են կրճատման տանում, կոչումներ են շնորհում գեներալ զինվորական կոչումներ են շնորհում այն անձանց, ովքեր գրում են գեներալիտետների վրա խոսք են տալի։ Ես օրինակ ինձ վրա բերեմ, որ քնչականում կար քնիչ Խաչատրյան, որ իմ արձակվելուց առաջ ասեց արի գեներալի վրա գրի եւ խոս տվեցին, որ ինձի պաշտոն կթողեն, պաշտոնի կնշանակեն։ Նույն հաջողությամբ ռազմական ոստիկանության հետաքնչական քնիչը, որը ասեց գրի Կարապետյանի վրա, ու շատ իրոնիայով ասեցին, որ գրի Կարապետյանի վրա, կփորձենք պահենք քեզի ծառայության մեջ։ Ես իմ պատասխանը եղավ, որ ռուսերեն ասած պաշլի նատրի բուկվի, չեք կարա մարդուն ստիպեք, որ մի անձի վրա գրի, որի հետ ծառայել է։ Եվ գեներալ կար, որի եղբայրը տանը պայթուցիկներ էր պահել, մյուս գեներալի եղբայրը բենզին սալարկա էր գողացել եւ այդ երկու գեներալները ընդհանուր առմամբ եկել էին, խնդրվում էին օգնություն Կարապետյանից, երկար տարիների ծառայած գեներալից էին, որին գեներալը օգտակար եղավ եղբայրներին, բայց այդ նույն երկու գեներալը գրեցին Կարապետյանի վրա, քանի որ նրանց պաշտոն եւ պաշտոններ խոս տվեցին։ Պատկերացնում եք գեներալի զինվորական կոչումը այնքան արժե զրկվել, որ կարան երկու գեներալ գրեն։ Եվ անդրադառնալով այս ամենին, երբ Կարապետյանը պաշտպանության նախարար էր, իր աշխատասենյակից հենց դուրս էր գալի, ամբողջ շենքը դղրդում էր, որ Կարապետյանը դուրս է եկել եւ չգիտեն, որ վարչություն կմտնի։ Մեզ այսենց ղեկավար է պետք, մեզ այսենց զինվորական լիդեր է պետք, զինվորական է պետք, որպեսզի կարողանա այս ճահիճից հանի երկրի այս վիճակը գտնվելուց դուրս գանք, մենք այս թուրքերից ազատվենք, այս խաղաղություն կոչեցյալից ազատվենք եւ խաղաղ ապրենք, երբ թուրքերը չեն լինի։ Բայց ասում է մի նորածին Փաշինյանն ասում է, նորածին խաղաղությունը մեկամսական 20 քանի օրեկան է։ Իր համար խաղաղությունը ո՞րն է, որ 18 թվականին ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հիմա էլ ասում է խեք ուղարկեն դեղ ծառայության, բախի չի դիմում իր ուսուցչուն ասի, խես զորակոչ ուղարկե Լեռնային Ղարաբաղ։ 18 թվականի ամռանը իր տղային խի ուղարկեց ու սենց բարձր, ընդ որում իր տղեն ծառայել է հետախուզական ստորաբաժանումում։ Այդ դեպքում իր Լեռնային Ղարաբաղի հետախուզական ստորաբաժանում է ծառայել իր տղան։ Հիմա իր տղան օկուպանտ է, Փաշինյանը։ Դες այո, պետք ինքը գերի հանձնի։ Ինքը ասում է, չէ, պատրաստ եմ Աշոտին փոխարինեմ մի քանի գերիներով։ Պատրաստ ենք փոխարինի մի քանի լավագույն զինվոր գերիներով, մեր զինվորներով, ովքեր գտնվում են այնտեղ։ Ինչ է սպառնում այսօր Զանգեզուրի միջանցքին, որի
մասին այլևս միջազգային հարթակներում անդրադառնալուց հայտարարում են եվրոպական օրինակ եվրոպացի պատգամավորը բացահայտում է, որ ոչինչի դիմաց հանձնվել է Զանգեզուրի միջանցքը կամ Մերրին։ Ճիշտ են ասում, ոչինչի դիմաց։ Եթե Զանգեզուրի միջանցքը բացվեց, առաջի հարցը ում կողմից է հսկվելու դա։ Ով է կարողանալու հսկվել։ Միանշանակ ոչ մեկ ադրբեջանցուն չի կարողանալու ասի, որ գիտես, պետքա մեքենա զնվի կամ անցնում ես, ինչ է ստանում, ինչ բեռ է ստանում, ինչ չէ ստանում, ոչ մեկ ադրբեջանցուն չի կարողանալու ասի։ Իրենք սրանով ասում են, էստի համեցեք, բացելով այդ մեր միջանցքները կամ սահմանը։ Դիտարկությունը կա, եթե Զանգեզուրի միջանցքը տրվի, ինչ է սպանալու մեզ, թեկուզ հենց Երևանում նստածներից, Արցախի ճակատագրին ենք արժանում։ Միանշանակ, ունե արցախցիք կարողացան Հայաստան գալ, տեղ ունեն գալու։ Մեր այս Հայաստանի ժողովուրդը ուրա գնալու, ես զարմանում եմ դեռ, որ զոմբի մասսա կա, որոնք գրում են, որ այո, շատ լավ է, խաղաղությունը կարևորը պատերազմ չի, այսինքն իրենք 20 թվականի պատերազմով դավաճանությամբ այդ մեր զորքին կոտորելով ժողովրդի աչքը վախեցրեցին, որ նայեք մի հատ էլ պատերազմ կլինի։ Իսկ ինչով ենք վստահ, որ չի լինի պատերազմ։ Երբ հողերը հանձնելու դիմաց կոչումներ են տալի, մենք այդ գեներալիզետի վրա հույս պետքա դնենք, երբ գնում են գեներալի վրա գրում են դրանով պաշտոն են ստանում, մենք այդ գեներալների վրա հույս պետքա դնենք կամ այդ հրամկազմի վրա հույս պետքա դնենք, իհարկե ոչ, ոնց կարանք անձանց վրա հույսեր դնենք, ովքեր, չգիտեմ, էլի, մեկը մեկի վրա է գրում, ոնց կարաս այդ անձանց վրա հույս դնեն, նույն հաջողությամբ վաղ այդ հանձնողի վրա էլ են իրենք գրելու, փոսփորող ինքն է փոս ընկնում։